Կենտրոնի եթերում անցուդարձն է, եկեք միասին ու կարճ ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Մարտուն Գրիգորյանը խախտեց լռությունը։ Մեր քաղաքը դաշինքը հայտարարել է, որ կտա անհրաժեշտ քանակությամբ քվե ընդդիմադիր մյուս ուժերի կողմից սատարվող թեկնածու Վարդան Ղուկասյանին։ Ընդ որում Գրիգորյանը հայտարարել է, որ պաշտոնի ակնկալիք չունի, չկա նաև ներքին պայմանավորվածություն։ Իշխող կուսակցությունում սուր են արձագանքել Մարտուն Գրիգորյանի հայտարարությանը, կրկին հիշել են նախկիններին։ Վահագն Ալեքսանյանը սոցցանցում գրել է, որ Գրիգորյանն առանց ամաչելու ներկայանում էր քաղաքը Վարդան Ղուկասյան ՔՊ տանդեմից պաշտպանող սամուրայ։ Դոնալդ Թրամփն անհամբերությամբ սպասում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկար սպասված խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ էներգետիկ ռեսուրսների պետական բյուրոյի ավագ խորհրդական Էրիկ Ջեյքոբսը։ Բաքվի էներգետիկ միջոցառման ժամանակ Ջեյքոբսը հայտարարել է, որ խաղաղության պայմանագիրը անվտանգության և բարգավաճման նոր դարաշրջան կբացի Հարավային Կովկասի համար։ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ քննարկումներում առաջընթաց կա։ Երկու երկրի ղեկավարները ցանկանում են գործարք կնքել։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով եվրոպացի առաջնորդները Պուտինի հետ շփման մեջ չեն հաջողել, մինչդեռ ինքը վստահ է, որ հասնելու է հաջողության։ Միաժամանակ հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահի շրջապատի մարդիկ Թրամփին խորհուրդ չեն տալիս զանգահարել Ռուսաստանի նախագահին, քանի դեռ Կրեմլի ղեկավարը չի համաձայնել լիակատար հրադադարի։ Հովիկ Ղազարյանը դատի է տվել գլխավոր դատախազին, նա ասել է, թե որ արտահայտությունն իր սրտով չի եղել։ Պետք է կոռեկտ լինի արտահայտությունների մեջ։ Մի կողմ թողնենք այդ անմեղության կանխավարկածը, որ ըստ էության ինքը դատավճիռ էր կարդում, այնտեղ ինքը մի շատ տգեղ արտահայտություն արեց, մոտավորապես այսպես, ոչ թե մոտավորապես, այլ բան։ Սուտ է ասում, ի նկատի ունենալով ինձ։ Սուտ է ասում։ Որ դեր հայտարարությունից հետո նման բան ասաց ինքը։ Երևի խոսքից հետո ինքը ինչ-որ բանի արձագանքեց, կապ չունի դա, թե բանը, ես ասենք սխալվել եմ, չեմ հիշել, սխալ տեղեկություն եմ տվել, չեմ հիշել, ճիշտ ցուցմունք չեմ տվել, դա ուրիշ հարց է, բայց իր արտահայտությունը, որ սուտ է ասում, դա ըստ էության ամփոփումն էր իր պահվածքի։ Թրամփը ցուցադրել է ԱՄՆ քաղաքացիության ոսկե քարտը, $5 միլիոն նա կարող է ձերը լինել, ասել է նա։ iPhone-ի գները 43% կարող են աճել Թրամփի սահմանած մաքսատուրքերի պատճառով, ըստ կանխատեսումների iPhone 16-ի ամենաէժան տարբերակի արժեքը կարող է աճել մինչև $1142, իսկ iPhone 16 Pro Max-ի գինը կբարձրանա մինչև $2300։ Թուրքիայում 648 մարդ շաուրմայից թունավորվել է և հայտնվել է հիվանդանոցում։ Միջադեպը տեղի է ունեցել Քոջայելի նահանգում։ Շաուրմա վաճառող սրճարանը փակվել է, 2 անձ ձերբակալվել։ Ադրբեջանում ծնողը եկել է դպրոց և ծեծել որդուն, այնուհետև դանակահարել իրեն հանգստացնել փորձող ուսուցչին, գործը դատախազությունում է։ Մյանմարի սահմանակից չինական Յունանում երկրաշարժի ժամանակ բժիշկը չի դադարեցրել վիրահատությունը, այն բարեհաջող է ավարտվել, պացիենտն իրեն լավ է զգում։ Հրաշքով փրկվածը երկրաշարժից 5 օր անց Մյանմարում փլատակներից դուրս են բերել տղամարդու, նա թեև հյուծված է, սակայն վնասվածք չունի։ Խաբարովսկում երեխային մցրել են խաղային սարքի մեջ, որպեսզի իրենց փոխանցի բոլոր նվերները։ Ահա տեսանյութը։ Առաջարկում եմ միասին թերթել մամուլի էջերը։ Հրապարակը գրում է, ՔՊ վերնախավն ուշքի չի գալիս Փարաքարի խայտառակ պարտությունից։ Փարաքարթի սոցհապ նախարար Նարեկ Մկրտչյանից բացի քարոզարշավի ներգրաված են եղել Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Արշալույսցի Թագուի Ղազարյանը, ՏԿ նախարար Դավիթ Խուդացյանը, գործող մարզպետ Արգիշտի Մեխակյանը, մարզի հետ կապ ունեցող այլ ՔՊ-ականներ։ Քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանի ամփոփիչ հանրահավաքի Նարեկ Մկրտչյանն այնքան վստահ էր, որ հրապարակին ասած կոալիցիայի խնդիր չենք ունենա 50+ ձայնով հաղթելու ենք։ Իրականությունից կտրված եւ
հրաժարակությունից շոկի մեջ ընկած Նիկոլ Փաշինյանը հիմա փորձում է քավության նոխազներ գտնել, պարտության մեղավոր նշանակելով այդ ՔՊԱ-ականներին, որ բավարար հեղինակություն չունեն։ Իսկ ՔՊԱ-ականները վստահ են, որ սա ոչ թե թիմ, այլ ինչ-որ իմաստով համապետական ընտրություն էր եւ ընտրել են ոչ թե կոնկրետ անձի, այլ քաղաքական ուժի, այսինքն Փաշինյանին։ Հրապարակը գրում է. Երեքշաբթի օրը ԿՊ վարչության նիստը հետընտրական Գյումրու մթնոլորտում է անցել։ Նիկոլ Փաշինյանը դժգոհություններ է հայտնել, ինչպես նաև խոսել ռադիկալ փոփոխությունների մասին։ Ըստ այդմ վարչությանը հանձնարարել է դիտարկել ոլորտներն ու դրանց պատասխանատուներին, ցանկ կազմել, թե որ պաշտոնյաներն են վարչության անդամների կարծիքով ամենավատն աշխատում։ Բնականաբար չեն եղել նրան առարկողներ, որ Գյումրու պարտության եւ հասարակության հիասթափության միակ եւ գլխավոր մեղավորն ինքն է։ Թող իրենից հեռու մեղավորներ չփնտրի, ձուկը գլխից է հոտում ու առաջին հերթին պետք է գլխից ազատվել։ Մեզ ասացին, որ գրքերը չեն հանդարտվել նաև ԿՊ ֆրակցիայում։ Այստեղ էլ կանանց գունդը համառ մարտեր է մղում Անդրանիկ Քոչարյանին կարգի հրավիրելու ուղղությամբ։ Եվ ԱԺ նախագահից պահանջում են ստեղծել էթիկայի հանձնաժողով, ընդառաջելով լրագրողների դիմումին։ Էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցն անգամ պետաիրավական հանձնաժողովի նիստում է քննարկվել։ Իսկ երեք Փաշինյանը նախաձեռնող խմբի նիստ էր հրավիրել, սկզբում օրակարգը ձևակերպել էին Գյումրիում ԿՊ պարտության հարցը, ապա փոխել էին։ Հավանաբար սեփական պարտությունը գիտակցելը բարդ է, առավել եւս դրան վերբալ ձևակերպում տալը։ Ժողովուրդը գրում է Արդարադատության նախարար Սրփույգ Գալյանը նոր պատերազմ է հայտարարել քրեական ենթամշակույթ կրող անձանց։ Արդեն մի քանի օր է հատուկ ջոկատայինները ներխուժում են բանտերի կոնկրետ խցերը եւ տակնուվրա անում։ Այս օպերացիաների արդյունքում դատապարտյալներ են տարհանվել եւ այլ բանտեր ուղարկվել։ Բայց դա ամենը չէ, որոշ դատապարտյալների որպես պատիժ Երևան կենտրոն ՔԿՀ կամ բոլորին հայտնի ԱԱԾ մեկուսարան են ուղարկել։ Նշենք, որ ի պատասխան արկա խայտառակ իրավիճակի ՔԿ ծառայությունը հայտնել էր քրեակատարողական ծառայությունում ստացվում էին տեղեկություններ այն մասին, որ Արդարադատության նախարարության ու Բարաշեն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկը նպատակ ունենալով ձեռք բերել առավելություններ, այլ ազատազրկված անձանց նկատմամբ տևական ժամանակ է խաթարում է հիմնարկի բնականոն աշխատանքը, պարբերաբար ներկայացնում է անօրինական պահանջներ եւ հրահրում այլ ազատազրկված անձանց նույնպես ներկայացնել նման անօրինական պահանջներ։ Քրեակատարողական ծառայությունը քննելով վերոգրյալ տեղեկությունները քրեական ենթամշակույթի եւ այլ անօրինականության դեմ պայքարի շրջանակներում որոշում է կայացրել անօրինականություններ եւ պառակտում հրահրող դատապարտյալին տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկ։ Հաջակցություն վերջինիս որոշ կալանավորված անձինք եւ ՑՄԱ դատապարտյալներ դրսեւորել են անհնազանդություն, վնասել են խցերի գույքը, այրել ներքնակները, հարվածել դռներին եւ այլն։ Ամերիկացին դարձել է աշխարհի ռեկորդակիր 24 ժամում կատարելով 10,001 ձգում։ Ավելի վաղ նա 8100 ձգում է կատարել, սակայն ռեկորդից մեկ օր անց ավստրալիացի եւ ճապոնացի տղամարդիկ գերազանցել էին նրա արդյունքը։ 25 ժամ 4 րոպե ԱՄՆ-ում դեմոկրատ սենատորն ամենաերկար ելույթի ռեկորդ է սահմանել։ Քորի Բուքերը քննադատել է Թրամփի քաղաքականությունը, նա ելույթը սկսել է մարտի 31-ի երեկոյան եւ խոսքն ավարտել ապրիլի 1-ի երեկոյան։ Չինաստանը սկսել է թռչող տաքսիների շահագործումը, տաքսին կարող է 2 ուղևոր տեղափոխել 130 կմ/ժ առավելագույն արագությամբ եւ 35 կմ հեռավորությամբ։ Ալյասկայում արջը զգալով ուտելիքի հոտը կոտրել է մեքենայի ապակին, որպեսզի հասնի քաղցրավենիքին եւ կերակրի փոքրիկ ձագերին։ Կարուսել հեռուստաալիքով հեռարձակվող «Դեսպասիր» մուլտֆիլմի նապաստակին, որը Ալլա Պուգաչովայի կերպարով էր, քողարկել են։ Որոշումը կայացվել է մի հասարակական կազմակերպության բողոքի հիման վրա։ Անգլուհին իր աշխատասենյակը մաքրելիս պատահաբար դեն է նետել ամուսնու բիթքոյնով 3,8 միլիոն դոլար արժողությամբ ֆլեշ կրիչը, այն չի հաջողվել գտնել։ Տհաճ միջադեպից հետո զույգը փորձում է պահպանել հարաբերությունները։ Եղանակ հանրապետության որոշ շրջաններում ապրիլի 4-ից 8-ը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ քամին կուժեղանա վայրկյանում մինչև 20 մետր։ Ջերմաստիճանն էապես չի փոխվի, այս ամսվա վերաբերյալ կանխատեսումներն արդեն պատրաստ են։ Հիդրոօթերևութաբանական ծառայությունը տաք եւ բավարար տեղումներով ապրիլ է խոստանում։ Այս տարվա ապրիլը օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է կլիմական նորմայից բարձր 1-ից 2 աստիճանով, տեղումների քանակը նորմայի սահմաններում, այսինքն մեզ սպասվում է տաք եւ բավարար տեղումներով ապրիլ։ Սիրելի հետևորդներ, եկեք կատարենք մի քանի պարզ քայլ մեր YouTube-յան ալիքը զարգացնելու համար։ Ձեզանից մի քանի վայրկյան է պահանջվելու, հավանում եք այս հաղորդաշարը եւ բաժանորդագրվում։